տեսակետ հնչեցրեց, հողում արեց կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի կարգավորումներին, դուք լսեցիք նրա ելույթը, շնորհակալ եմ։ Մարիաննա ջան, ներողություն արեք։ Պարոն Կարապետյանը հայտնեց, որ ըստ անհրաժեշտության կանդրադառնա, եթե ասելիք կլինի, ինքը կորոշի, երբ անդրադառնա, թե ոչ։ Հիմա մենք ինչն ենք քննարկում։ Դուք հայտարարել եք երեք, որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք ներքին քննարկում իհարկե ունեցել ենք, եւ ինչը բնական process է, աշխատանքային process է, ինչպես պարոն Կարապետյանը հենց նոր ձեզ ասաց, մենք այստեղ եկել ենք այլ օրակարգով, մենք այստեղ չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր, հանրային օրակարգ, մենք այստեղ եկել ենք մեր հայրենակիցների խնդիրները վերհանելու, դրանց լուծման մեր պատկերացումները առաջ քաշելու եւ այդ ուղղությամբ գնալու, եկել ենք աշխատելու, չենք եկել տարաբնույթ թեմաները այսպես երկար քննարկելու եւ սենց սերիալի նման զարգացումներ ապահովելու շնորհակալություն։ Ձեզնից ներողություն է իշխանությունը խնդրում, դուք պատրաստվում եք շնորհակալություն, մենք հնչեցրեցինք մեր դիրքորոշումը, պարոն Վարդևանյանը հղում արեց սիրելի գործընկերներ, ասո կանոնակարգ օրենքի կարգավորումներին նմանատիպ իրավիճակ պահպանվում արդեն Վաղուստիկին Ղարամանյան, բանը բանից անցել է, էլ մարտագրխիկ, սադրիչ, ինչ ասես, ասում են։ Հարգելի գործընկերներ, բազմաթիվ խնդիրներ կան, տնտեսական խնդիրներ կան, դուք գիտեք, որ լուծված չեն մինչև հիմա մեր արտադրողների ապրանքները արտահանելու հարցերը, թեև մեր իշխանական պատգամավորները փորձում են ներկայացնել, որ ինչ-որ process կա, բայց մարդիկ այսօր լացում, կանգնած են, բեռնատարները կանգնած են, տնտեսվարողները տուժում են, դուք տեսակ երեք ցավալի դեպք ունեցանք, խաղաղ պայմաններում եւս մի զոհ ունեցանք, սա խնդիր չէ, այո, բանակում, սա խնդիր չէ, սրանք են այն օրակարգային խնդիրները, համակարգային խնդիրներ են, որոնց մասին խոսելու ենք, դիրքորոշումներ ենք հայտնելու, առաջարկներ ենք ներկայացնելու եւ փորձելու ենք տարբեր ոլորտներում բարելավել մեր հայրենակիցների կյանքը, փորձելու ենք օգուտ բերել մեր քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Ես ռազմական ոլորտի մասնագետ չեմ, ուստի ես առաջարկներ չեմ անի, ես կարող եմ արձանագրել խնդիրը, որը մտահոգում է, կարծում եմ, այստեղ կանգնած յուրաքանչյուրի։ Հիմա ակնկալվող ներողությունը կհնչի թե ոչ։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, ես ասացի այն, ինչ ասացի, շնորհակալ Տիկին Ղարամանյան, ես պարոն Կարապետյանը լրիվ այդ դիրքորոշումն էր օրինակային պարոն Կարապետյանը հայտնել է իր դիրքորոշումը երեք, պարոն Վարդևանյանը հայտնել է այն դիրքորոշումը, որը դուք լսեցիք եւ մեկը մյուսին չեն հակասում, շնորհակալություն։ Մեկ հարցեր դուք որ ասում եք սահմանի խնդիրները եւ այլն, դուք խնդիրները բաղում եւ դուք տեսել ես կանտովքեն այդ խնդիրների մասին մենք բարձրաձայնում ենք միշտ տևական ժամանակ, եթե հարցը ինձ է ուղղված, ես 8 տարի շարունակ եմ այդ խնդիրների մասին բարձրաձայնել, խմբակցության հարցադրումը մի ընկալեք բառացի հարցադրումը ուներ ենթատեքստ, որը կարծում եմ հասկանալի էր եւ դուք գիտեք թե որն է այդ ենթատեքստը արդյոք քննադատություն է եղել ձեր ուժի նկատմամբ քննադատություն տևական ժամանակ արդյոք քննադատություն է եղել Տիկին Ղարամանյան ձեր ուժի նկատմամբ երեկվանից հետո սոցցանցերում մեծ քննադատություն կա որ դուք չեք պաշտպանել լսեք իմ հարցը ես չեմ կարող մեկնեք պաշտպանել եւ այսօր այդպիսի դիրքորոշման փոփոխություն ունեցաք ամենայն դեպս չպնդեցիք այդ դիրքորոշումը չեմ հասկացա ես ձեր հարցը հարգելի ակնկալվող այդ ներողությունը չհայտել գործընկեր ես չեմ պատրաստվում մեկնաբանել սոցցանցերի օգտատերերի դիրքորոշումները բայց ինչպես տեսակետները տարբեր կարող են լինել մենք բազմակարծության կողմնակից ենք մենք հարգում ենք բոլոր տեսակետները մարդիկ ունեն կարծիք
ազատ են իրենց սոցիալական հարթակներում այն հնչեցնել այնպես որ Իսկ ինչպես եք բացատրում փոփոխությունը։ Ես նորից կրկնեմ, դիրքորոշման փոփոխություն չկա, բացարձակ հակասություն չկա, պարոն Վարդևանյանը հողում է արել ազգային ժողովի կանոնատար օրենքին հարգելի գործընկեր, որով մենք բոլորս պարտավոր ենք, ոչ թե կարող ենք ցանկանալ կամ ոչ, այլ պարտավոր ենք առաջնորդ։ Բայց վստահ եք, որ ԿՊ-ն Ես այլ ուժի մասով որևէ վստահություն չեմ կարող հայտնել։